եք վարում մոտոցիկլետ։ Ինչ որ բան փոխվել է այդ ժամանակվա ընկալման, մոտոցիկլետի եւ հիմիկվա ընկալման մեջ։ Մարդիկ, որոնք մոտոցիկլետ են վարում, շատ ավելի ռիսկային են։ Սիրուն ձեր կյանքը, գործունեությունը, ինչպես եւ ձեր անունը, առավելապես գեղեցկության ու գեղեցիկի մասին է։ Բայց ձեր գործունեության մյուս կողմում դուք մարդ եք, որը անչափ շատ է սիրում վարել մոտոցիկլետ։ Որքան ժամանակ է արդեն, որ մոտոցիկլետ եք վարում ու երբ է սկսվել։ Երևի օֆիցիալ վարում եմ 9 տարի արդեն։ 9 տարի։ Սկսվել է երևի մանկուց, որտեվ հայրիկս էր վարում։ Ինձ թվում է սերը այդ փոքր հասակից է սկսվել։ Ու տենց ինձ ոնց էր դասընթացի էր ուղարկում, որ սովորեմ եւ այլն, մի քիչ սովորեցի, հետո դասերով տարվա համալսարանում Ռուսաստան սովորեցի ու քիչ հետ ընկավ։ Ու արդեն 15 թվականին տենց նպատակ ունեի, որ ես պետք է մոտո առնեմ։ Ու տեղից սկսվեց։ Իսկ մոտոցիկլետ վարելը երթևեկելու ու հեշտ երթևեկելու մասին է, հատկապես մեր քաղաքի պայմաններում, թե ոչ միայն։ Ինձ թվում է հիմա, հա, միանշանակ ավելի հեշտ է երթևեկում, կայանման խնդիր չկա, մեքենայի դեպքում կայանելը մեծ խնդիր է, մոտոյի դեպքում չկա։ Ու ինքը այդ երթևեկելու պահը, ճանապարհը ոնց որ sense ազատության փոքր կտոր է, որը դու կարողանում ես մենակ վայելել։ Դեռ հեռախոս եւ այլն մի պահ կտրվում ես իրականում ու դու ես ճանապարհը ու մոտոցիկլը։ Նույնիսկ եթե հենց քաղաքի երթևեկության մեջ ես վարում, այդ պահը ինձ շատ է դուր գալիս։ Այսինքն ինչ որ մեդիտատիվ տրամադրություն է նաեւ երբ հոսքի մեջ եք անդադար։ Իմ դեպքում հա։ Մեր վարորդները տոլերանտ են մոտոցիկլետ վարողների նկատմամբ մեր քաղաքում։ Իրար նկատմամբ տոլերանտ չեն։ Իսկ մոտոցիկլետ վարողների նույնն է վերաբերմունքը։ Չեմ կարող ասել, որ ինչ որ հստակ բացասական, ավել բացասական կամ ավել դրական չեմ նկատել։ Զուտ մոտոցիկլետ վարողը դու առավել ուշադիր պետք է լինես, օրինակ մեքենա վարելուց մի պահ կարող ես հեռախոսով շեղվել կամ երգ ես ուզում, ինչ որ երաժշտություն ես միացնում, փոխում, կողքինիդ հետ ես զրուցում, մոտոցիկլետ քշելուց այդ շքեղությունը չունես։ Դու անընդհատ ուշադրությունը ճանապարհին պետք է լինի։ Հա, իր վտանգավորությունը կա։ Դրա համար առավել ուշադիր։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, դուք որքան հաճախ եք վարում մոտոցիկլետ, այսինքն ամենօրյա միջոց է, տրանսպորտային, թե երբեմն երբ ուղղակի կա դրա կարիքը։ Ես այդ հարցին պատասխանում եմ, երբ հղի չեմ։ Երբ հղի չեմ մոտոցիկլետ եմ վարում։ Երբ հղի չեմ, որտեվ այն տարիները, երբ որ ես հղի եմ եւ այլն, ես այդ տարիները մոտոցիկլ չեմ քշում։ Այսինքն վերջին 9 տարվա ընթացքում երևի 4-ը հղի եմ եղել, չգիտեմ։ Փորձում եմ հարմարացնել իմ գրաֆիկի հետ, որտեղ մոտոցիկլետի ժամանակ դու բալիկ չես կարող հետդ վերցնել, ինչ որ բաներ կա, որ սահմանափակում է, փորձում եմ հնարավորինս ինտեգրել ու օգտագործել։ Բայց օրինակ աշխատանքի մոտոցիկլետով։ Հա, կարող։ Կան օրեր, հա, որ կարող է տենց գնամ, այդ նորմալ է։ Հոսքի զգացողության մասին խոսեցինք ու ազատության որպես այդպիսին, ու իրականում մոտոցիկլետը իսկապես ազատության խորհրդանիշ է, չէ՞, եղել եւ պատմականորեն այն նաեւ ինչ որ առումով մի տեսակ համակարգին դեմ գնալու, չէ՞, այդ մշակույթը կա նաեւ բայքերական։ Ձեզ համար այդ շերտերը կան մոտոցիկլետ վարելու փորձառության մեջ, թե ոչ։ Չեմ կարող ասել, բայց հա, երևի ինչ որ տենց հոգեբանության մեջ ինչ որ ապստամբելու ինչ որ բան չեմ տեսնում իմ կողմից, զուտ ինձ դուր է գալիս, նաև ինքը իմ ինչ որ մի ուրիշ կողմն է արտահայտելու ձև եմ գտնում իմ մեկ այլ կողմի։ Որ կողմն է դա։ Որը ավելի ազատ է, մենակ է, ոչ մեկ իրան չի խանգարում։ Ու թեկուզ այդ 15-20 րոպեն ճանապարհին ես անում եմ այն, ինչ ուզում եմ անեմ։ Ու ինձ ոչ մեկ չի խանգարում։ Զուտ այդ մյուս կողմի արտահայտելու ձև է իրականում։
Այսինքն այս փորձառությունը դուք չեք կիսում, օրինակ չունեք բայքեր ընկերներ կամ մարդիկ, որոնց հետ մոտոցիկլետ եք վարում։ Կուզեի ունենալ իրականում, բայց քանի որ ես որպես այդպեսին տենց շատ ազատ ժամանակ չունեմ, ես ոնց որ փորձում եմ իմ մոտո քշելը նաև ֆունկցիոնալ դարձնել տրանսպորտի մեջ, բայց կուզենայի ինչ որ տենց ժամանակ ունենայի ու ձեր ասած թեկուզ արշավներ, տենց ունեմ ընկերներ, որոնք դրանով հենց զբաղվում են, բայց առիթ չի եղել ժամանակի սովորությունը չի թողնում, որ ես իրան վերաբերվեմ նաև որպես տենց ժամանցային, իմ համար ինքը զուտ է տենց ինչ որ իմ ապրելակերպի մեջ մցրել եմ, բայց ժամանցային պահը բաց է մնացել։ Այսինքն բայքեր քույրեր, բայքեր եղբայրներ, այդ պատկանելության զգացողությունը։ Ունեմ ընկերներ, հա, որոնց հետ մինչև հիմա շփման մեջ եմ եւ այլն, ինձ շատ են օգնում, բայց դենց չի ստացվում, ժամանակա պետք է քույր եղբայր լինելու համար։ Դուք եք զբաղվում, այսինքն դուք վերցնում եք ձեր մոտոցիկլետը եւ տանում եք օրինակ տեխնիկական հարցերը լուծելու։ Ես եմ տանում, ամուսինս էլ է տանում, արդեն ընտանեկան է դարձել։ Ու հենց այդ արդեն դարձ սպասարկում, բայց մենք ընկերներ ենք եղել այդ սպասարկման ով է կազմակերպում այդ գարաժի հետ եւ այլն։ Ու նաեւ ինքն այնց հետո արդեն սովորացրել մոտո քշելը մի քանի տարի առաջ, բայց այդ հələ չի ստացվել իրար հետ գնալ ինչ որ արշավների։ Ամուսինը վարում է։ Արդեն այո։ Արդեն այո։ Հա, արդեն մի քանի տարի ինքն էլ է վարում։ Դուք եք վերաբերմունքը փոխել, թե ինձ թվում է կամ ոգևորել։ Ինձ թվում է հա։ Ինձ թվում է հա։ Ես գիտեմ, որ դուք ձեր առաջին հանդիպմանն եք, չէ՞, մոտոցիկլետով գնացել։ Ինչ որ բան փոխվել է այդ ժամանակվա ընկալման, մոտոցիկլետի եւ հիմիկվա ընկալման մեջ։ Ամուսնու կողմից։ Ահա, այն ժամանակ ինքը չէր վարում, չգիտեմ ինչքանով էր կողմ, ինչքանով էր դեմ, բայց հիմա արդեն մի քիչ ավելի սիրում է, վարում է։ Իր համար մի քիչ քաղաքի փոշին է շատ, ասում եմ քշում եմ, շատ եմ փոշոտվում, ես չեմ ուզում փոշոտվեմ, ինքը նախընտրում է մեքենայով։ Իսկ ես մտածում եմ, որ այդ փոշին մոտո քշելու ինչ որ մի մաս է, անբաժան է, չես կարող համ մոտո քշել, համ իդեալական տենց պսպղում կոշիկներ ունենալ։ Ու հաշտեք դրա հետ։ Ես օքեյ եմ, ու կա առանձին մոտոյի կոշիկներս, որը օքեյ է, որ ինքը փոշոտա, մեկը փոշոտա միշտ լինելու, մի մասն է այդ կյանքի։ Մի բան է ազատության զգացողությունը, որը կա վստահաբար, երբ դու մոտոցիկլետ ես վարում, բայց մյուս կողմից կա նաև ինչ-որ բան կառավարելու զգացողությունը, չէ՞, որովհետև այդ պահին կարծես այդ փոքրիկ մեքենան ամբողջությամբ քո կառավարման ու տիրապետության տակ է։ Դա կարևոր զգացողություն է։ Դրա կարիքը կա։ Դրա կարիքը չկա, որովհետև շատ բան եմ կառավարում։ Հա, բա մոտոցիկլետը։ Զոտ էդ եւս մի բան։ Չէ, բայց հավատացեք դրա կարիքը չկա։ Ավել բան կառավարելու ամեն դեպքում հիմա հաստատ կարիքը չկա։ Իսկ ռիսկը, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք մոտոցիկլետ են վարում, ընդհանրապես կյանքում որպես այդպեսին շատ ավելի ռիսկային են, շատ ավելի խիզախ որոշումներ են կայացնում։ Միգուցե, ամեն դեպքում ինձ դուր է գալիս այդ ռիսկի մի փոքր կտորը։ Իսկ վախը թուլացել է ժամանակի հետ, թե ամեն անգամ մոտոցիկլետ նստելիս միևնույն է մտածում եք։ Միևնույն զգացողությունը կա, ամեն անգամ դու ես ամեն դեպքում հասկանում եմ այդ պատասխանատվությունը, որ եթե ես այսօր որոշել եմ մոտոյով, ուրեմն որպես տրանսպորտ օգտագործելու եմ մոտոն, ուրեմն ես ավելի զգոն եմ լինելու։ Հաշվարկում եմ նաև այդ ռիսկը, որը գալիս է ամեն օր այդ տրանսպորտը ընտրելուց։ Դեռ ինչքան էլ ինքը հավես է, ազատությունը կամ կանոններ, որոնք հենց Հիմա օրինակ Արսենը ինձ միշտ սովորացնում էր, որ քո ամբողջ էպիպիրովկան պարտադիր պետքա լիներ։ Կա մինիմալ պաշտպանություն, որը քեզ պետքա։ Դրա համար մեկ-մեկ որ տեսնում եմ, որ ինչ որ հողաթափերով են վարում քաղաքում, շորցիկներով, նո հասկանում եմ, ամեն մարդ իր կյանք ունի, իր որոշումները, բայց մյուս կողմից ոնց որ ես տեսել եմ իմ պապան ոնց է վարում։
Ես նաև տեսել եմ իմ papan վթարից հետո։ Դες փառք Աստծուն ամեն ինչ լավ, բարեհաջող, բայց երկու կողմը կա։ Եվ այդ հավես վարելը եւ ամեն ինչը, եւ կա մյուս կողմը վթար, որից կա մարդ փրկվում է, կա մարդ չի փրկվում, ու կան մարդիկ, որոնք զուտ շրջանցել են այդ վթարը, այդ իրավիճակում չեն եղել զգուշության պատճառով։ Ուրեմն մոտոցիկլ վարելուց դու այդ օրը պիտի որոշում կայացնես, որ ես ավել քայլեր եմ անելու, այս նույնիսկ շոքին, այս պիտի ավել հագնեմ, այն անեմ, այդ իր անհարմարությունն ունի, բայց դա անում եմ ոնց որ բալանսի մեջ պահելու այն ռիսկը, որին ես գնում եմ։ Ինքը գիտակցված ոնց որ որոշում ես, պլյուս ամեն վարելուց առաջ աղոթում եմ, ասում եմ Աստված գիտեմ, բայց խնդրում եմ։ Գիտեմ, որ վտանգավոր է այդ առումով։ Հա, դա ամեն դեպքում դու ես իմ մեջ դերել ես ցանկությունը, դու ես տվել ինձ հնարավորությունը, քո ձեռքերում եմ տալիս, հա, ամեն անգամ գիտակցում եմ, այո։ Հա, պետք է ավելի զգոն, ավելի մտածված լինես մոտոքշենից։ Ասացիք Աստված դրել է ցանկություն ձեր մեջ, եթե նայենք մեկ այլ կողմից, բայքերությունը որպես այդպեսին կամ մոտոցիկլետ վարելը մի տեսակ պատմականորեն տղամարդկանց տարածք է եղել։ Ու հետաքրքիր է, կա այդ միտումը սոցիալական սցենարներից դուրս գալու, երբ կինն է մոտոցիկլետի ղեկին։ Իմ դեպքում չէ։ Որովհետև հիմա օրինակ այդ ձեր ասածը, որ պատմականորեն տղամարդիկ էին վարում։ Պատմականորեն, եթե հետ նայենք, ձիել էին մենակ տղամարդիկ վարում, մեքենայել էին մենակ տղամարդիկ վարում, լիքը հաղորդավարություն մենակ տղամարդիկ էին անում։ Իրականում նենց է ստացվել մեր աշխարհում, որ ամեն ինչ որ ժամանակ հենց մենակ տղամարդիկ էին անում։ Ու հիմա ձեր խոսելուց հիշեցի 96-7 թվականներ մենք նոր ենք տեղափոխվել Մեղրի ու այդ օրը վարորդ չունեին կամ չեմ հիշում ինչ էր պատահել ու մայրս որոշում է որ պիտի մեքենայով գա մեզ մանկապարտեզից վերցնի։ Վարել գիտեր։ Վարել գիտեր, մամաս Նիգերիայից էր եկել ու Նիգերիայում վարելը կնոջ համար շատ սովորական բան է։ Ու ես այդ տեսարանն եմ հիշում, որ գալիս էր մեքենան մոտիկանում էր մանկապարտեզին ու Մեղրի կեսը մեքենայի հետևից։ Հայացքներով չէ, ֆիզիկապես։ Ու այդ օրվանից մի երևի 10 տարի իմ մայրիկը էլ մեքենա Հայաստանում չէր վարում։ Հիմա մոտոնել էր տենց, զուտ մի պահ անսովոր էր, հետո դառնում է սովորական։ Հիմա կնոջն ասեց չես կարող վարել, հիմա արդեն ակտուալ չի։ Իհարկե ակտուալ։ Եվ փառք Աստծո, որ ակտուալ չէ։ Մոտն, ընդհանրապես տրանսպորտի միջոցը։ Մեկը նախընտրում է, չգիտեմ, օրինակ ավելի ամենագնաց վարի, մեկը, չգիտեմ, թեթև բեռնատար, չէ, մյուսը մոտոցիկլ, ընդհանրապես տրանսպորտի միջոց։ Դուք բոլոր սոցիալական կարծրատիպերի հետ եք այս մոտեցմամբ։ Իմ համար սենց է, եթե մեղք չի, ուրիշին չի վնասում, ուզում ես, օքեյ։ Էտա իմ դեպքում սահմանափակումները մեղք չի, դիմացինին չի վնասում, ուրեմն օքեյ։ Ձեր դեպքում այո, բայց մեր հասարակության մեջ եւ դա հրաշալի է իրականում, բայց եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, միշտ կա այդ ամոթի կոմպոնենտը, չէ, դա մեր հասարակության եւ մշակույթի ինչ որ մի մասն է, որից դրդված մարդիկ կարող են ինչ-որ բան անել, չանել եւ այդ կարծրատիպային ընկալումները ու խտրական վերաբերմունքը տարբեր հարցերին մարդկանց կարող է իսկապես իրենց որոշումների առումով անազատ դարձնել, հոգեբանորեն գոնե կամ կարծրատիպային ընկալումից ելնելով։ Կա ինչ-որ մոտեցում, որը ըստ մարդը պիտի կիրառի, թե հենց այն է, ինչ ասացիք, եւ այս առումով ո՞րն է ձեր որոնք են ձեր մտորումները։ Ես փորձում եմ կյանքը չբարդացնել։ Եվ խորհուրդ եք տալիս բոլորին։ Ես փորձում եմ կյանքը չբարդացնել։
Հիմա ըստ ձեր ասացի դեպքում, եթե ես մեկ այլ միջավայրում եմ, այսինքն ես փոխում եմ իմ կյանքը, իմ մտածելակերպին, գաղափարները, իմ հավատքը, միգուցե եթե մենք նայում ենք այլ մարդկանց կարծիքի, ու ես անընդհատ կարող եմ լինել տարբեր այլ մարդկանց միջավայրում։ Մի օր, չգիտեմ, տարբեր, չէ՞, ունենք տարբեր մարդիկ, տարբեր մտածելակերպ, այսինքն այդ դեպքում ես չեմ լինում սիրունը։ Ես ինչ որ քամելեոն եմ, որը անընդհատ ենթարկվում է շրջապատի ձևափոխումներին, կարծիքներին, իսկ ես ով եմ։ Իսկ ես ինչ կարծիք ունեմ։ Իսկ ես ո՞նց եմ ուզում հետ նայեմ իմ կյանքին։ Կամ ինչ կյանք եմ ուզում ես ապրած լինեմ։ Իսկ միգուցե հենց իմ կարծիքն է այդ շրջապատին նոր մոտեցում ցույց տալու։ Իսկ շրջապատը հաստատ համոզված է, որ ինքը ճիշտ է։ 10 տարի հետո պարզվեց, որ չէ։ Հիմա բոլոր կանայք քշում են։ Դրա համար իմ այդ հեշտ կետերը մեկը բխում է Աստվածաշնչից, որտեվ հազարավոր տարիներ ամեն դեպքում այդ գիրքը միշտ ակտուալ է, այսինքն կյանքի մասին ճիշտ բաներ կան այդտեղ։ Մյուսը մի վնասիր, էլի Աստվածաշնչից, հա, եթե ես իմ կյանքով դիմացինին թեկուզ չեմ կարողանում լավ անեմ, բայց գոնե չեմ վնասում, թվում է այդ օքեյ է մեր համատեղ ապրելու ու սիրով թեկուզ իրար հետ հարգանքով ապրելու համար բավական է։ Այսինքն դա ազատությունն է տալիս եւ դիմացինս իր մտքերը, գաղափարները, փիլիսոփայությունը իմ հետ կիսելու, միգուցե երկուսով աճենք, ես էլ իր հետ։ Իսկ մնացած դեպքերում ինչ որ մեկի վրա ուղղակի ծանրացնում ենք մեր կարծիքը, որը իրանք էլ չգիտեն, իրանք ճիշտ են թե սխալ։ Ձեր միջմշակութային անհատականությունը ձեզ օգնել է այս ազատ մտածողության հարցում։ Ես չեմ համարում ինձ ազատ իմիջայլոց։ Իսկապես։ Ես ազատ չեմ համարում, զուտ ավել կարծրատիպեր չունեմ։ Չէ, ես ինձ հաստատ ազատ մտածող չեմ համարում, որտեղ ես նաև շատ խիստ դրված սահմանակարեր ունեմ, որից ես չեմ անցում ու նաև չեմ թողնում, որ դիմացինն անցնի։ Որտեղ է այդ ազատությունը ավարտվում։ Հենց այդ նույն օրինաչափությամբ, եթե մեղք չի, ու եթե դա արդեն չի վնասում նաև ինձ, ես այդ նույնը ակնկալում եմ իմ դիմացինից։ Հիմա չէ, ես չեմ համարում, որ ես տենց ազատ մտածող եմ։ Բայց ազատությունը ապրում եք մոտոցիկլետ վարելիս։ Ազատ, Աստված մեզ ազատ է ստեղծել, բայց ինքը հենց այդ ազատությանն էլ է սահմաններ տվել։ Որովհետև մեր ազատությունը հա դիմացինի, եթե իմ ազատությունը ձեզ վնաս, այդ ազատություն չի։ Այդ արդեն այն ազատությունը չի, որի մասին խոսում ենք։ Որովհետև իմ ազատությունը նաև պետք է ձեր ազատությանն էլ խրախուսի ու ապահովի նաև ձեր ազատությունը։ Հայաստանում ազատության մասին ընկալումը ճիշտ է։ Չեմ կարող ասել, ձեր ասած սահմանափակում, անիմաստ սահմանափակումները զուտ այդ տիպի մի քիչ ավելի շատ են, որոնք մեծ մասը անհիմն են։ Նույնիսկ հիմա ես միշտ ասում ինչի, խի, մենք էսենց ենք անում, ասում խի, ինչի, ու սովորաբար առաջին երկրորդ խիից պատասխան չկա, պետք է ամեն մի բանը թե դա լինի միտք, սահմանապահ, ինչ որ պատճառ, հիմք ունենա։ Իսկ այդ տիպի, որ ասում եք ամոթ է, ասում եմ ինչի է ամոթ, ինչն է պատճառ եղել, որ դարձել է ամոթ։ Մեծ մասը չգիտեն, զուտ տատին ասել է տատին, ու հետո բայց որտեվ սովետի ժամանակ, ասում եմ այդ ժամանակ կարող է ամոթ եղել, որտեվ էս ինչ չէ։ Հիմա կարա քագիստ տաբատ հակնես, չգիտեմ, մեքենան վարես, ամոթ չի հիմա, օրինակ եմ ասում։ Դրա համար տենց մինչև ասել չէ ամոթ է, հարցնում եմ, ինչի։ Դա մի կողմն է, իսկ մյուս կողմից կարող է այդ ազատությունը սխալ կերպով կիրառվել, օրինակ սխալ տեղերում լինենք ազատ, որտեղ գուցե պետք չէր։ Հենց այդ իմ ասածն էր, որ այդ ազատությունը չպետք է ինչ-որ մեկին, նույնիսկ քեզ վնասի։ Իրական ազատությունը քեզ ու դիմացինիդ էլ չպետք է վնասի։ Հա, կան
Նայեք, ազատությունն ու սանձարձակությունը դրանք տարբեր բաներ են։ Հիմա երբ որ մարդիկ մտածում են ազատ, դա միշտ ինչ որ սանձարձակության հետ են հավասարացնում, չէ՞։ Նայեք, սանձարձակությունը, դա սանձարձակությունն է, իսկ ազատությունը զուտ քեզ ստեղծելու, արարելու, ապրելու բարեհաջող լավ միջավայրն է իմ համար ազատությունը։ Ձեր այս փիլիսոփայության հիմքում ի՞նչն է։ Փորձառությունը կյանքի, գրքերը, ի՞նչն է։ Թվում է բոլորը միասին։ Բոլորը միասին։ Բոլորը միասին։ Իսկ եղել են օրինակ հայացքներ սոցիալական ձեր կյանքի տարբեր փուլերում, որովհետև ես գիտեմ, որ օրինակ դուք կարատեի եք փոքր ժամանակ գնացել, հա, այսինքն եթե փորձենք այդ կարծրատիպային բաները, որոնք գուցե մեր ընկալման մեջ կարող է այդքան էլ սովորական չլինեն կնոջ դեպքում, եթե փորձենք դրանք թվարկել, դրանք շատ են եղել ձեր կյանքում։ Եղել է, որ հայացքները հասարակության ներքինացվեն, հետո դառնան ձեր մեջ ինչ-որ բարդույթ, որի դեմ երկար պայքարել եք։ Հա, տենց իրականում եղել են։ Կային է, տենց դեպք եղել է։ Մոտոցիկլետի հետ կապ ունի։ Չէ, մոտոցիկլետի հետ կապ չունի։ Մոտոցիկլետը արդեն սկսել եմ վարել, երբ ինձ մեկ էր։ Արդեն ինձ մեկ էր։ Իրականում ինձ թվում է բոլորի կյանքում էլ լինում է, որովհետև մենք հասունանում ենք, ապրում ենք, մեծանում ենք հասարակության մեջ։ Դու սենց թե նենց այդ հասարակության լավը, վատը, միջինը, ամեն ինչը մանավանդ երեխա հասակում դու սպունգի պես դա քաշում ես, որովհետև դու կյանքի այլ տարբերակ չգիտես, դու մենակ գիտես կյանքի այն տարբերակը, որը քեզ պատմել են։ Նույնիսկ եթե ինքդ չես տեսել, թեկուզ պատմել եմ, որ սա սենց է լինում սովորաբար։ Հետո ես հասկանում, որ սովորաբար չէ, կոնկրետ այդ մարդու հետ էր դա եղել, իսկ տարբերակները շատ են իրականում կյանքի։ Կային այդպես բարդույթներ, բայց վարք Աստծուն, այդ ժամանակ հասկացա, որ ես կարող եմ գրքերից ստանալ ինֆորմացիա, քան թե իմ կողք եղած, չգիտեմ, 4-5 մարդկանցից։ Այսինքն գրքերը քեզ հնարավորություն են տալիս, պատկերացնեք, մեզնից առաջ ինչքան իմաստուն, խելացի, հաջողակ մարդիկ են ապրել, նույնիսկ անհաջողակ։ Հենց իրանցից է պետք կարդալ սովորել։ Որտեղ հենց չէ, իրանք կիսում են իրանց սխալներով։ Դու կարողանում ես համ իրանց սխալներից սովորել, համ իրանց ճիշտ արած քայլերից սովորել, ու փոքր հասակում դա մի մեծ առավելություն է քեզ տալիս։ Ու թինեյջեր հասակում ես այդ ոնց որ հասկացա, որ ես կարող եմ մենակ դպրոցի գրքերը չկարդալու համալսարանինը, կա գրքերի մի անծայրածիր ասենց զինանոց, որը ես կարող եմ կարդալ ու կյանքի մասին ինձ իրական ինֆորմացիա կտա։ Եվ երևի ոչ միայն գրքերը, նաև մեդիան, որովհետև ի վերջո մարդիկ, որոնց մենք տեսնում ենք անդադար էկրանին, ֆիլմերում, հաղորդումների ժամանակ մեր սիրելի կերպարները, իրենք եւս դառնում են այն օրինակները, որոնք փոխում են մեր ընկալումը այս կամ այն հարցի վերաբերյալ եւ գուցե նաեւ կոտրում են այդ կարծրատիպերը։ Ձեր մեդիա գործունեության մեջ կա այս առաքելությունը դառնալու օրինակ։ Մենակ նենց Եվ ընդհանրապես գործունեության։ Ուղղակի մենք դա մեդիայով սպառում սովորաբար եւ տեսնում։ Փորձում եմ իրականում մեդիան չէ այդքան, որովհետեւ մեդիան շատ դեպքերում ինքը կարա սարքած լինի։ Իմ համար։ Դրա համար իմ կարծիքով ամենալավ օրինակը դու ես ուղղակի քո առօրյա կյանքում։ Այն մարդիկ, որոնք քո շուրջ են եւ դու իրանց վրա ավելի մեծ ազդեցություն ես տանում, քան մի ժամ մեդիայով, որը
հիմա մանավանդ մարդիկ մտածում են, որ դա ամեն ինչը սցենար է, իրական չի, մեյքափ եւ այլն։ Հենց իրական կյանքում ավելի շատ ազդեցություն ես թողնում քո շուրջ թեկուզ 5, 10, 20, 30 մարդկանց վրա, որը դառնում է նոր, դառնում է ալիք այդ օրինակ հիմա մեր թիմի աղջիկները իրեն գիտեն, որ ինչ ուզեն կարող են անեն։ Այսինքն, եթե դու ունես նպատակ թիրախ, միակ հետ կանգնացնող մարդը դու ես։ Դու ինչ ուզես ու մտքիդ դնես, հանգիստ կարես անես։ Նույնիսկ մենք տենց տրադիցիա ունենք, որ ամեն տարի թերթիկների վրա գրում ենք մեր հաջորդ տարվա 3 հիմնական թիրախները, որ պիտի հասնենք։ Ու մի տարուց բացում ենք, տեսնենք, չգիտեմ, հասել ենք, չենք հասել, ու չկա սահմանափակում։ Միակ սահմանափակողը դու ես։ Հիմա թեկուզ այդ 10 հոգին, 20 հոգին, արդեն 50 եւ ավել հոգին, որ դա գիտի, պատկերացնում եք։ Իրենք ամեն ինչ կարող են անել։ Ամեն դեպքում մեր այս զրույցը սցենարով չէր։ Okay։ Եվ այդպիսին եք, ինչպիսին կաք։ Շնորհակալ եմ շատ այս զրույցի համար եւ վերջում ուզում եմ իմանալ մոտոցիկլետով եք գնալու հիմա դուք։ Չէ, այսօր չէ։ Այսօր չէ։ Բայց վստահաբար շատ եք։ Բայց եղի չեք։ Շնորհակալ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։